Մեծ ու փոքր կազմակերպությունները ղեկավարելու եւ վերահսկելու արվեստի կորպորատիվ կառավարման շուրջ են միավորվել ոլորտի առաջնորդները։ Տնօրեններն ու աշխատակիցները, հաճախորդներն ու նրանց շահերը, ինչպես հավասարակշռել կշեռքի նժարները։ Տնօրենների հայկական ինստիտուտի 10-ամյա տարեդարձին հենց այս հարցերն են քննարկում տարբեր, այդ թվում եւ ֆինանսական ոլորտի տնօրեն առաջնորդները։ Ֆինանսական կազմակերպությունները գործ ունեն տարբեր մարդկանց ֆինանսների հետ, ուրիշների փողերի հետ գործ ունենալը միշտ ռիսկային է, եւ որպեսզի այդ ռիսկը զսպվի եւ ռիսկը բաշխվի, նաեւ կոլեգիալ որոշումներ կայացնելու ձևով, դրա համար ֆինանսական համակարգը առաջինն է եղել, որ ներդրել է եւ զարգացրել է եւ արդեն ունի բավական լավ աշխատող խորհուրդներ։ 10 տարի առաջ ձևավորված տնօրենների հայկական ինստիտուտի հիմնական առաքելությունն էր խթանել եւ զարգացնել տնօրենների խորհրդի գաղափարը մեր երկրում։ Տալ ղեկավարներին մի տարածք, որը լավագույնը կդինի շփման, փորձի փոխանակման, կրթության եւ զարգացման համար։ Այս միջոցառման շրջանակներում մեզ միացան նաեւ բանկեր, ովքեր մեզ աջակցեցին, այդ թվում նաեւ ID բանկը, որը որ շատ ուժեղ ջատագովն է նաեւ կորպորատիվ կառավարման ու լավ կառավարման, good governance, որ ասում ենք, եւ դրա համար միանգամից նրանց կողմից սփորթը մենք զգացինք։ ID բանկը վերջի տարիներին ջանքեր գործադրեց իր խորհրդի եւ բազմազանությունը բարելավելու եւ ուժեղացնելու խորհրդի օրակարգում ներառելու այնպիսի հարցեր, որոնք որ կարևոր են բանկի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից, ինչպես նաեւ ունենալ փորձառություն խորհրդում, որը կօգնի ռիսկերը կառավարել, ապահովել համապատասխանությունը եւ արկա մարտահրավերները, որ կան ոլորտում, հաղթահարելի դարձնել։ Առաջնորդությունը միայն գեղեցիկ բառ չէ, այն ոչ հեղինակության, ոչ էլ ուժի մասին է։ Իրական առաջնորդությունն առաքելություն է, որն ունակ է զարգացնել ոչ միայն մասնավոր բիզնես, այլև մի ամբողջ երկրի տնտեսություն։ Տնօրենների խորհուրդների նախագահներ, ղեկավարներ, միջազգային փորձագետներ եւ քաղաքականություն մշակողներ։ Կորպորատիվ կառավարման մասին նոր գիտելիքներով ու ավելի մեծ փորձով է ավարտվում առաջնորդների հերթական այս հանդիպումը, որի շնորհիվ նաեւ ապագայում կստեղծվի ել ավելի ուժեղ, կայուն եւ մրցունակ բանկային միջավայր։